Երևանի ամանորն այս տարի կարժենա 607 միլիոն դրամ, ավելի քան 1,5 միլիոն դոլար։ Այս գումարը հատկացվելու է քաղաքի զարդարանքին, նաև տոնավաճառ է կազմակերպվելու։ Նախորդ տարի էլ փոքր գումար չէր ծախսվել, բայց 58 միլիոն դրամով պակաս միջոցներ էին հատկացվել։ Նախորդ տարվա լոտերից մեկը չէր կայացել, ամանորյա կենտրոնական տոնածառի ճյուղերի եւ լուսերի ձեռքբերման, բայց չկայացած լոտի գումարներից այդուհանդերձ 18 միլիոնը ծախսվել էր։ Իսկ ծայրահեղ դեպքում 32 միլիոնի կարիք կարող էր լինել։ Եվ անցած տարվա 549 շուրջ 550 միլիոնի դիմաց այս տարի 607 միլիոն 650 հազար է կազմում։ Երևանի քաղաքապետարանի գովազդի վարչության պետը հավատացնում է, որ նախորդ տարիների ձեռք բերված գույքը դեն չեն նետել, այս տարի էլ են օգտագործելու։ Այո, որպես այդպեսին մենք մրցույթը առաջին իսկ նախավորակավորման հայտարարություն պայից սկսած հրապարակել ենք այն ցանկը, որը արդեն 4-րդ տարին պետք է օգտագործենք գույքի, որ Երևան քաղաքը ձեռքաբերել ամանորյա զարդարանք տոնական ձևավորման համար եւ ունենք պարտադիր պայման, որ քաղաքին պատկանող գույքը պարտադիր պետք է օգտագործվի։ Խելամիտ են արդյոք քաղաքապետարանի ծախսերը, քաղաքացիները ի պատասխան կարիքներն են թվարկում։ Ընդհանրապես խելամիտ չի, աղրելի ծախսերը թողուղեն անապահով ընտանիքներին։ Ավելի շատ կարևոր հարցեր կան, քան տոնատ, այսինքն մի քանի օրվա համար չարժե էլ այդքան գումար ծախսել։ Գոնե չեմ ասում 100%, գոնե մի 50% ժողովրդի պայմանները լավացնեն, որտեղ սենց բերել դրել են, հա ճիշտ է, ժողովուրդը գալիս է, ուրախանում է, բայց սրանով ուզում են զարմացնել մարդկանց։ Տեսեք 600 միլիոն բան են ծախսել։ Քանի գնում է, հատանում է վիճակը։ Այսպես վիճակ չի եղել ոչ մի անգամ։ Լույսերով ու աստղերով դրանով չեն կարող մարդկանց խաբել։ Երեխաների համար է այս ամանն արվում, ոչ թե մեծերի, այլ երեխաների համար, այնքան որ նոր տարի ունենանք, որ լաց չլինենք։ Այս տարվա գնումները ի տարբերություն նախորդների իրականացվել են մրցութային կարգով, երկու փուլով, հաղթել է երկու ընկերություն, 2022 եւ 2023 թվականներին հաղթող էին ճանաչվել դարձյալ այս ընկերությունները, սակայն մեկ անձից գնումների միջոցով։ Նախորդ տարի էլ ենք իրականացնել երկփուլ մրցույթ նախավորակավորման ընթացակարգով, այ դրանից առաջ եղել է նաև մեկ անձով։ Երկու կազմակերպություն ունենք հաղթող, գնումները եմ կայքում հրապարակված են։ Տարիներ շարունակ նույն ընկերություններից տարբեր ձևաչափերով գնումները պատահական չի համարում ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։ Նա այս գործընթացում չի բացառում կոռուպցիոն ռիսկերը։ Ճակերտավոր ավանդույթները շարունակվում են եւ քաղաքի բյուջեի հաշվին կարելի է լավամարդ դուրս գալ իրենց հետ կապված տարբեր կազմակերպությունների, հետո թող յուրաքանչյուրը ինքը դատի թե հետում սիրուն աչքերի համար է ինչի դիմաց է այդ հովանավորությունը։ Անկախ գնումների ընթացակարգից Մայր Հայաստան խմբակցության անդամն անտրամաբանական է համարում այս մասշտաբի ծախսերը։ Քաղաքը հազար ու մի խնդիր ունի։ Անշուշտ քաղաքին պետք է տոնակատարություն, անշուշտ ամանորը պետք է նշվի, բայց դրան կա ողջամիտ չափ ու սահման։ Չի կարելի քաղաքի բյուջեն տնօրինեն կարծես սեփական քսակը լինի։ Այս տարի էլ նախորդների պես միլիոնավոր դրամներ են ծախսելու մայրաքաղաքի տոնական ձևավորման համար, սակայն ըստ էության հիմնականում օգտագործելու են նույն գույքը։ Նախկինում մեկ անձից արված գնումներն էլ փոխարինվել են մրցույթներով, բայց մատակարարները նույնն են մնացել։